Պարոն Խաչատրյան, Վաշինգտոնում գիշերը ժամեր առաջ ընդամենը ստորագրվեց թրիփ ուղու շրջանակը, համաձայնություն ձեռք բերվեց Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, թե ինչպես պետք է գործարկվի թրիփը, ինչ մասնաբաժիններով, ինչ շրջանակներում, ինչ դիտարկումներ ունեք պարոն Խաչատրյան այս իմաստով, այնտեղ ռիսկեր պարունակող հատվածներ եւ հնարավորություն պարունակող հատվածներ դիտարկել եք։ Իրականում ժամանակ չեմ ունեցել մանրամասն ուսումնասիրելու, ցավոք սրտի, բայց շատ կարևորում եմ, որ շատ հարցեր, որոնք մտահոգում էին, իրենց պատասխանները օրինակ ստացա։ Շատ ավելի հստակություն մտցվեց եւ սա ինձ համար նաեւ ճիշտ ճանապարհ է, որի վրա կարելի է կառուցել, որի հիմքի վրա կարելի է կառուցել։ Այսօր էլ մեր համաժողովի ժամանակ բավականին հետաքրքիր մտքեր հնչեցին, որ շատ հատվածներ կա, որտեղ կարելի է նաև ակնկալել Եվրամիության աջակցությունը, այնտեղ ենթածրագրերի կամ փոքր ծրագրերի, ինֆրաստրուկտուրայի զարգացման ծրագրերի եւ մասնակցությունը Եվրամիության շատ օգտակար կլինի, որովհետեւ այդտեղ հենց այն հարցեր կային, որտեղ օրինակ ինձ համար հստակ չէր այդ ենթակառուցվածքի ֆինանսավորման հարցերը, ոնց է կառուցվելու, ինչ է կառուցվելու, չնայած ասեմ սկզբունքային հիմնական հարցերը, որոնք մտահոգում էին եւ հիմք կարող է հանդիսանալ մեզ համար անհանգստություն հայտարարելու, փառատվել են, մեծ առումով փառատվել են։ Կուզեի մասնավորեցնել պարոն Խաչատրյան, որոնք էին այդ ռիսկային հատվածներ կամ մտահոգություններ առաջացնող հատվածներ, որոնք փառատվել են եւ ինչպես են փառատվել։ Ես կսկսեմ չփառատվածներից, օրինակ ինձ համար, տեսեք, շատ անհստակ է մինչ այժմ մեր պետական մոտեցումը, թե այդ գործարքի որ մասն է իրականացվում թրիփի շրջանակներում, որ մասը թրիփի շրջանակներում չի իրականացվում։ Եվ փաստաթուղթը նաև դրա վերաբերյալ հստակություն չի տալիս, քանի որ եթե մենք խոսում ենք ավելի ընդհանրացակ այդ խաղաղության խաչմերուկի մասին, թրիփը խաղաղության խաչմերուկի այդ մեծ ավելի ծրագրի բովանդակային մի կտորն է։ Եվ այստեղ օրինակ ինձ մոտ շատ հարցեր են առաջանում, որ մասն է, որ իրականացվում է թրիփից դուրս եւ արդյոք հավանականություն կա, որ անգամ այն մասերը խաղաղության խաչմերուկի, որ որոնց վերաբերյալ դեռ հստակություն չունենք, նորից կիրականացվեն էլի թրիփի շրջանակներում, որովհետեւ այդ հնարավորությունը ըստ էության վարչապետի խոսքից էլ այսօր ես ամենայն դեպս այդպես հասկացա, որ նման հավանականություն, նման հնարավորություն կա։ Նաև ինձ համար շատ կարևոր է հասկանալ Եվրամիության ներգրավվածությունը, բացի այդ սահմանային համագործակցության, այդ border management ասացի մեջ ներգրավվածությունը, ինչը շատ կարևոր է, այլ ներգրավվածություն ավելի բովանդակային տեսնում ենք, թե չէ, դա էլ որոշակի օրինակ ինձ համար հստակեցման խնդիր է։ Նաև Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հետ կապված հարցերը, բոլորս էլ հասկանում ենք, Թուրքիայի հետ կապված հարցերը, բոլորս էլ հասկանում ենք, որ շատ մի կողմից շատ լավ է եւ շատ կարեւոր է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, սահմանների բացումը, առևտրային հարաբերությունների զարգացումը շատ կարեւոր են։ Բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ կան նաև այլ քաղաքական եւ աշխարհաքաղաքական շահեր, հետաքրքրվածություն, օրինակ Թուրքիայի լինել տարածաշրջանում երակշռող եւ կարեւորագույն դերակատար, հա եւ սրանք այդ ինձ ստիպում են համենայն դեպս, դա իմ անձնական երևի մտահոգությունն է, պատկերացնել, որ Թուրքիան էլ կուզենա որոշակիորեն ներգրավվածություն ունենա։ Ռուսաստանի Դաշնությունն է պարբերաբար հայտարարում, որ օրինակ այդ ճանապարհների շահագործման, տրանսպորտային ուրեմն միջոցների հետ, կոմունիկացիաների հետ կապված ինքը տեսնում է իր դերը եւ արդյոք սա չի նվազեցնի նաեւ հնարավորությունները եվրոպական կամ, չգիտեմ, նույն Միացյալ Նահանգների դերակատարների հետ ավելի խորքային, բովանդակային համագործակցություն շարունակել, եթե Ռուսաստանը փորձի այդտեղ ուրեմն իր ներդրում ունենալ կամ իր շահերը հետապնդել։ Պարոն Խաչատրյան, նաև արդյոք խոչընդոտ չի լինի ռուսների ներկայությունը սահմանին, որտեղ գիտենք Թուրքիայի հետ սահմանում են ռուսները տեղակայված, Իրանի հետ հատվածներում չնայած անցագիտում չէ, բայց սահմանին նրանք ներկա են եւ այնտեղ եւ ամերիկացի եւ ռուս սահմանապահների, Ամերիկայի դեպքում իհարկե սահմանապահներ չէ, բայց ներկայացուցիչների միասին համատեղ այնտեղ լինելը խնդիր չի հարուցի։ Չէ, միանշանակ ռուսական ներգրավվածությունը իմ ընկալմամբ ամեն հարթության մեջ խոչընդոտներ առաջացնելու է։ Խոչընդոտներ կարող է նաև առաջացնի օրինակ նույն ԵԱՏՄ օրենսդրությամբ շահագործումը այդ հատվածների սահմանային, այսինքն օրինակ Ռուսաստանից հնչել են հայտարարություններ եւ ոչ մեկ անգամ, որ
որ ԵԱՏՄ-ի օրենսդրական շրջանակներում պետք է իրականացվեն այդ բաները, ինչը խնդրարույց է։ Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգների մեր գործընկերները շահագրգռված կլինեն կամ նույն Եվրամիության մեր գործընկերները շահագրգռված կլինեն այդ Եվրասիական տնտեսական միության ստանդարտներով մաքսային ուրեմն օրենսդրությամբ իրականացնեն այդ ճանապարհների շահագործումը։ Եվ նաև մեզ էլ բավականին մեզ համար էլ բավականին խնդրարույց է լինելու, մանավանդ որ այս հայտարարությունները մենք արդեն բարբերաբար լսում ենք Ռուսաստանից, որ անհնար է լինել թե Եվրոպական միության, թե Եվրասիական տնտեսական միության անդամ, նաև մեր համաժողովի ժամանակ էլ պարոն վարչապետն է նշեց այդ ստանդարտների հետ կապված հարցը, ինչը շատ կարևոր է, այսինքն ի վերջո մենք որ ստանդարտներով ենք ուզում առաջնորդվել որպես պետություն, մենք առաջնորդվելու ենք այդ եվրոպական ստանդարտներով, այս նույն ճանապարհների շահագործման կամ այդ կոմունիկացիաների լայն բացման տեսանկյունից, թե էլի գնալու ենք դեպի այն հին սովետական, իսկ բոլորս էլ հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստանդարտները բավականին մոտ են, շատ հեռու չեն գնացել սովետական ստանդարտներից։ Եվ եթե անդրադառնանք նորից թրիփին նորությունների փորձենք անդրադառնալ, ապա 26% Հայաստանը մասնաբաժին ունենալու թրիփ նախագծում 74%-ը տնօրինելու է Միացյալ Նահանգները եւ հետագայում կողմերը չեն կարողանալու վաճառել իրենց մասնաբաժինները կամ վաճառելու են մյուս կողմի համաձայնությամբ։ Պարոն Խաչատրյան, դուք այստեղ ունեք հարցեր կապված տոկոսների հետ եւ այլ ներդրումների հետ։ Ինձ համար հարցերը ավելի շուտ ոչ թե տոկոսների հետ կապված են, այլ հստակ վեթինգի իրականացման տեսանկյունից, թե ովքեր են լինելու այդ Միացյալ Նահանգների կողմից մասնաբաժնի ուրեմն կիսողները, որովհետև այստեղ շատ կարևոր ինչ որ ընկերություններն են եւ ոնց է իրականացվելու այդ ընկերությունների ընտրությունը եւ այլն, որովհետև հասկանում ենք, որ այս մեծ աշխարհակահաղական ուրեմն թուբոյի մեջ շատ մեծ հավանականություն կա, որ օրինակ, չգիտեմ, մեզ համար ոչ ցանկալի ծագումով երկրի ուրեմն ընկերություններ, որոնք գրանցում են Միացյալ Նահանգներում պայմանական ընկերություն եւ փորձում են ուրեմն շահագործում իրականացնել նաեւ եւ իրենց մասնաբաժին ունենալ, կարող է բավականին խնդրարույց լինի հենց նույն անվտանգային տեսանկյունից։ Դրա համար սա շատ կարեւոր է, որպեսզի լինեն հստակ մշակված ստանդարտներ, չափորոշիչներ, թե ոնց են իրականացվելու այդ ընտրությունների, ընկերությունների ընտրությունը, ինչ ստանդարտներով, նաեւ ինչ կարգավորումներ պետք է գործեն, որպեսզի մենք հասկանանք, թե ժամանակի ընթացքում այդ ընկերությունները ոնց են տնօրինելու իրենց մասնաբաժինը, այդ ընկերությունների միջև մասնաբաժնի մեկը մյուսին փոխանցելու հնարավորություն լինելու է, թե չէ, որովհետև փաստաթուղթը ըստ էության դրա այդ հարցերը պատասխանել չի։ Կարծես այդ դեպքում վետոյի իրավունք մյուս կողմն է, բայց անդրադառնալով մյուս հարցին մենք տեսանք, որ փաստաթղթով ամրագրվում է, որ մաքսային վճարները ամբողջովին կլինեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ սահմանային բոլոր հսկողությունները անցակետերում բոլոր ստուգումները հայկական կողմն է իրականացնելու եւ արդյոք այս իմաստով փարատվեց այն մտահոգությունները, որոնք առկա էին մինչեւ այժմ եւ արդյոք այդտեղ որոշակի դեռ այլ մտահոգություններ մնացին, թե արդեն չէ։ Ինձ համար, եթե խոսքը վերաբերում Հայաստանի ինքնիշխանության մասով փարատված են, անհանգստությունները փարատված են, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների կողմից էլ հնչում պարբերաբար, որ սա Հայաստանի պրոյեկտն է, սա Հայաստանի իրավազորության եւ ինքնիշխանության ուրեմն շրջանակներում է եւ ի աջակցություն է իրականացվում, բացի այդ գլոբալ տարածաշրջանային տնտեսական զարգացումները շատ կարևոր է Միացյալ Նահանգների կողմից նշվում է դա Հայաստանի ինքնունության, ինքնիշխանության զարգացումը։ Դա շատ կարևոր է, որ Հայաստանի սուվերենության շրջանակներում է սա իրականացվում եւ այս հնչեցրած հայտարարությունները նույն Միացյալ Նահանգների կողմից ինձ հույս անշնչում, որ իրականում այդ հարցը ամենայն դեպս ինձ համար այս փուլում այդ հարցը փարատված է։ Եվ Թուրքիայի ներգրավումը, որովհետև առանց Թուրքիայի ներգրավման այդ միջին կոչվածի մաս չի դառնա թրիփը եւ տեսնում ենք, որ բոլորը խոսում են Թուրքիայի ներգրավության մասին, արդյոք Թուրքիան չի հապաղում եւ ինչու է հապաղում, եթե հապաղում է պարոն Խաչատրյան այս մաս դառնալ, որովհետև իրենք էլ նախկինում խոսում են, որ միջին միջանցքը չի կարող գործել առանց Թուրքիայի, իրենք էին շահագրգռված դրա գործարկմամբ։ Այստեղ գիտեք չի ուզենա մտնել դրապաշտական տեսությունների մեջ, բայց ես կարծում եմ, որ Թուրքիան էլ Ադրբեջանն էլ նախկինում ակնկալում էին ավելի մեծ ներգրավվածություն ունենալ այս գործընթացի մեջ եւ Միացյալ Նահանգների ջանքերով էր, որ բավականին նվազեցվեց Թուրքիայի դերը։
Եվ կարծում եմ նաև սա շատ մեզ համար կարևոր է, որպեսզի հավասարակշռվի այդ տարածաշրջանային երկրների նկրտումների եւ այդ ուրեմն քաղաքական խաղերի հնարավորությունները Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության կողմից։ Սա շատ կարևոր է, որ այսպիսի դերակատարներ մեծ միջազգային արևմտյան ներգրավվածություն ունենան։ Մասամբ կարող է պայմանավորված լինի, որ Թուրքիան ավելի մեծակնկալիքներ ուներ եւ հիմա փորձում է փոքր ավելի ախորժակը զսպել եւ փորձել հասկանալ, թե այս իրավիճակում, այս իրականությունը, այս իրողության մեջ ինչ ուրեմն հնարավորություններ կունենա եւ ինչ մաքսիմալ իր համարակույտներ կկարողանա քաղել։ Իրոք համամիտ եմ ձեզ հետ, որ առանց Թուրքիայի ուղղակի այդ գործընթացը տեղի չի կարող ունենալ։ Նաև բացի այդ շատ կարևոր եմ համարում նշել, որ Թուրքիան ինքն հանդիսանում է եվրասիական այդ ազատ գուբանի տնտեսական ազատ գոտու անդամ եւ այստեղ էլ եթե մենք խոսում ենք եվրոպական ներողություն եւ սա էլ նշանակում է, որ եթե մենք շարունակում ենք այս ուրեմն process-ում դիտարկել եվրոպական միության դերը, այստեղ էլ մենք արդեն ոնց որ ունենում ենք մի հատ այլ դաշտ, որ այդ նույն եվրոպական ստանդարտներով մենք կարող ենք աշխատել նաեւ Թուրքիայի հետ։ Այսինքն, տեսեք, ցանկացած բան կարելի է նայել, դիտարկել թե հնարավորությունների, թե ռիսկերի տեսանկյունից, շատ կարևոր է, որ այդ ռիսկերը ճիշտ հաշվարկվեն եւ նաեւ պետությունը ունենա հստակ քաղաքականություն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ռազմավարություն, բայց մյուս կողմից բարփակվել ու խոսել միայն ռիսկերի մասին, սա որովհետեւ չտանող ճանապարհ է, որովհետեւ իհարկե ակնհայտ է, որ մենք բավականին լուրջ հնարավորություններ ձեռք ենք բերում եւ հատկապես տեսեք ընդհանրապես որոշ ժամանակ առաջ խոսում ենք, որ սա փոքր ընդհանրապես ֆինանսական ներդրումներ կարող է ապահովել Հայաստանի համար, բայց բավականին լայն հնարավորություններ ամեն դեպքում ստեղծվում է։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։